Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հիստերիկ վարքագծային դրսևորումները ներթափանցել են կառավարության անդամների մեջ, ասվածի ապացույցը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անառողջ գրառումն է արված առավոտ կանուխ, անհասկանալի է, թե ինչ ազդեցության տակ է, բայց փաստ է, որ Անահիտ Ավանեսյանը ագրեսիվորեն հարձակվել է իր հայտարարագրի հրապարակումն իրականացրած լրատվամիջոցի վրա։ Հիմա ներկայացնում ենք աներքելի փաստեր, թե ինչպես է Անահիտ Ավանեսյանը իր պաշտոնը ստանձնելու տարվադրությամբ կիսատ պռատ լրացրել փաստաթուղթը, նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիների հայտարարագրում հայտնված մեքենայի մասին, Ավանեսյանի դրամական միջոցները կազմել էին ընդամենը 1.950.000 դրամ և 600 եվրո, իսկ տարեկան եկամուտները 16.519.000 դրամ։ Այսինքն 2018 թվականին Անահիտ Ավանեսյանը դատարկ թղթեր է լրացրել, երբ փոխնախարար էր նշանակվել, քանի որ համաձայն Հանրային ծառայության մասին օրենքի փոփոխությունների ամբողջ կյանքի ընթացքում ունեցած գույքը հայտարարագրվում էր 2019 թվականից սկսած։ Այդ թե ինչի ազդեցության տակ է Ավանեսյանը գրել առավոտյան ստատուսը հարցական է, քանի որ օրաթերթի կողմից կոնկրետ մեղադրանք չի հնչել նախարարի հասցեին, կեղծ փաստեր չեն հրապարակվել, նախարարն անգամ ինքը չգիտի, թե ինչ է ուզում հերքենք։